Գառնուկս, արի մի հատ տեստ կարդամ հարցերին պատասխանի, տենանք իչքանով ենք իրար համապատասխանում։ Ես գիտեմ այդ տեստի պատասխանը, մենք իրար չենք համապատասխանում։ Հարց առաջին, հանուն քո սիրած կնոջ ինչի ես պատրաստ։ Ամեն ինչի։ Վախ, իմ համար ամեն ինչի պատրաստ ես։ Քո համար չէ, Ռուզան, հանուն սիրած կնոջ։ Ապուշ։ Մյուս հարցը, ձեր ամուսինը կիսվում է ձեր հետ գաղտնիքներով։ Հա ճիշտ ասում։ Դու ինձ ոչ մի գաղտնիք չես ասում։ Լավ էլի Ռուզան։ Չէ, ես ուզում եմ, որ դու հենց հիմա ինձ մի հատ գաղտնիք ասես։ Լավ։ Հիշում ես այս զուգարանի նստելու տեղը, որ չիշիկոտ էր, ու չգիտեինք ով արել։ Այդ ես եմ արել։ Ձեր ամուսնու համար ինչքան կարևոր է, թե ձեր կինը ինչ է ուզում անկողնում։ Հա, Կարնի։ Իսկ քո համար կարևոր չի, թե քո ամուսինը ինչ է ուզում անկողնում։ Ու ինչ է ուզում։ Ուզում է քնի։ Պապ։ Ասա։ Ազատը չի թողում քնեմ։ Այս 2 ժամը անգերու հետ է խոսում։ Սենյակը սարքել է կուպ է։ Ուզում եմ ձեր մոտ քնեմ։ Արի Լևոն ջան։ Պապ, այս բարձդ կեղտոտվել է, սպասի մաքրեմ։ Ես ինչ նեղված կա ձեր մոտ, մի քիչ անկում գնա։ Էլուր, դա մուշկի վրա քնեմ։ Քունս փախավ է, եկեք քաղաքներ խաղանք։ Եկեք։ Օրինակ, Բրյուսել, դու լեյով ես ասում։ Լոս Անջելես։ Պապ, դու սյով ես ասում։ Պապ, Ինչա։ սյով մի բան ասա։ Ես ավելի լավ չասեմ, ավելի լավ սա գնեմ։ Դե վաղը անպայման կհանդիպենք։ Ոնց որտեղ։ Մեր սիրած տեղը անպայման։ Դե քեզ բարի գիշեր եւ անուշ երազներ։ Դե անջատի հեռախոսը։ Չէ դու անջատի։ Ոյ անջատի։ Ես չեմ անջատի, առաջինը դու անջատի։ Լավ, արի հաշվենք մինչև 3-ը եւ միասին անջատենք։ 1, 2, 3։ Ինչի չանջատեցի։ Անջատի։ Ասում եմ անջատի։ Ես չեմ կարա անջատեմ։ Աղջիկ ջան, անջատի այդ հեռախոսը, որ ես եզն էլ անջատի, որ ես էլ քնեմ։ Ես անշնորհքին նայ, խոսքը բերան սա անջատեց։ Ալո, Բարի լույս, Մարի ջան։ ով է։ Վիլենն է, եւ որ միշտ քեզ զանգում եմ, դու էլ ասում ես էլ չզանգես ինձ։ Բա ինչ է զանգել։ Ուզում էի ձենդ լսեի։ Լսեցիր, դե հաջող։ Սպասի, մի հատ ոտանավոր եմ գրել քո համար։ Գիշերներով ինձ մոտ արի, քո գեղեցիկ դեմքով բարի։ Քեզ կսպասեմ 100 տարի։ Իմ սերն առանց քեզ հաստատ կմարի։ Մարի։ Էշություն։ Հա, բայց ինչի։ Ապուշություն էր։ Լավ, ես խոսք եմ տալիս ուրիշ ավելի լավ բանաստեղծություն կմտածեմ քեզ համար։ Հաջող Վիլեն։ Չքան գիշ կա ինձ ակապնում։ Ես
ես արդեն տանն եմ, կարաք ինձ մատաղ անեք։ Բարև Ազատ։ Ազատ։ Ինչ ես մի տեսակ։ Մտածում եմ, պապ ջան։ Ես դու կարում ես մտածես։ Կարևոր բան պետք է ասեմ մամային, չգիտեմ ոնց ասեմ։ Իրա խելացի խորհրդի կարիք ունեմ։ Հի, Ազատ ջան, ինչի հերդ պակաս խելացի մարդ, հա? Համելով դու մամայի բալա չես։ Տղեն իրա խնդիրներով հորդ պետք է կիսվի։ Ռուզանը կնիկ է, նրա ուղեղը մեր պես չի աշխատում։ Ասա տենամ։ Պապ, իմ ընկերուհին ինձանից հղի է։ Ռուզան! Ռուզան! Հեսա բաբանգա։ Ռուզան! Գառնիկ ինչ ա եղել, ինչ ես գոռում։ Վայ դե ասեք հովատ բան չի եղել։ Ասա արա։ Դու մենակ մի անհանգստացի։ Մամ, չեր ուզենա ես, Լևոնը, Մարին փոքր լինեինք, մեզ գրկեիր, պահեր, սիրեիր։ Հաստատ չէ։ Մամ, հիշում ես, որ ես փոքր ժամանակ տունտունի խաղալուց տիկնիկները շարում էի ու ասում էի, ես ձեր պապան եմ։ Չէ, չեմ հիշում։ Ռուզան, կարևոր չի, հիշում ես թե չէ։ Դու ենթատեքստը հասկացի, ենթատեքստը։ Ոյ ինչ ա եղել, բան չեմ հասկանում, յա։ Մամ, հիշում ես, որ մի քանի տարի առաջ ասում էր, տենաս ես երբ եմ թոր ունենալու։ Այ հիմա հասկացավ։ Դե ես ձեզ մենակ թողեմ, չխանգարեմ։ Չեմ հասկանում ոնց Ազատը տենց բան արել։ Ռուզան 3 երեխա ես ունեցել, միջև հիմա չես հասկանում, այդ ոնց են անում։ Սաղ դու ես մեղավոր, որ Ազատը այս վիճակի մեջ է։ Չնայած ճիշտ ես ասում։ Մենք որ չամուսնանայինք, Ազատին չէինք ունենա, Ազատն էլ չէր ունենա։ Հիմա էլ դու իմ ուղեղը չէր ունենա։ Գառնիկ դու լավ հեր չես, որ Ազատը սենց պատմության մեջ չընկներ, դու նախորոք պետք է իրանց զգուշացնեիր։ Ինչ իմ դաժան կյանքը իրանց զգուշացում չի, որ պետք չէ երեխա ունենալ։ Հեսա էլի սկսվելու է, կերակրել, տակը փոխել, փորի գազիկներ։ Հեսա էլի սկսվելու է, կաթի փող տուր, պամպերսի փող տուր, փորի գազիկների դեղի փող տուր։ Ռուզան չէիր մտածում, չէ՞ որ այսքան շուտ տատի կդառնաս։ Տատին տատը տա։ Դու էլ չէիր մտածում, չէ՞ որ այսքան շուտ պապի կդառնաս։ Ինչ ես նոր եմ պապի դառը։ Այսինքն Ծերացա ձեր ձեռը։ Ալո, Բարի լույս Մարի ջան, Վիլենն է։ Վիլեն դու ակլոր ես։ Հա, ինչ իմացար, որ տարով ակլոր եմ։ Տարով չէ, ապրելակերպով։ Ինչ ես միշտ առավոտ շուտ ինձ զանգում։ Պատոհանը բաց ու նայի դուրս ինչ գեղեցիկ եղանակ է։ Դու էլ պատուհանը բաց ու քեզ գցի։ Սպասի մի հատ ոտանավոր ասեմ։ Էլի։ Հա, դե լսի։ Գիշերներով ինձ մոտ արի, քո գեղեցիկ դեմքով բարի, քեզ կսպասեմ 100 տարի, իմ սերն առանց քեզ հաստատ կմարի, Մարի։ Վիլեն վատ ես։ Այս ոտանավոր երեք առավոտ ասեցի ապուշություն է։ Հա, ճիշտ է, ես քեզ խոստացել էի, որ ավելի լավը կմտածեմ, բայց սրանից լավը չկարողացա մտածեմ։ Վիլեն անջատում եմ հեռախոսը։ Առայժմ իմ վաղորդյան ցողիկ։ Ցողիկ Վաղորդյանը տատը տա։ Պապ, 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 այ պապ։ Լևոն, որ ձեն չեմ հանում, ուրեմն քնած եմ։ Լսի մի հատ ինչ եմ էլի ասում։ Ասա։ Տեխնոլոգիա առարկայից բան են հանձնարարել, կօգնես։ Ինչ։ Ծտի բուն պետք է սարքել։ Մորը տասա։
Պրիչոսկեն ծտի բունա։ Լավ էլի պապ օգնի։ Բոլորի պապաները օգնում են իրենց երեխեքին։ Լևոն ջան, եկել է ժամանակը, որ դու ճշմարտությունը իմանաս։ Ես քո պապան չեմ։ Ո՞վ է իմ պապան։ Յուրաքանչյուր մարդ ունք ունե հիմա չի տանում ու կարա ծտի բուն սարքի։ Մարի, պինդ բռնի, չեմ կարում մեխեմ։ Ոնց կարում եմ, տենց էլ բռնում եմ։ Իա, աղբերս, աչքներս լույս։ Ինչի համար։ Ոնց ինչի համար։ Իմացել եմ, հոպար եմ դառնում։ Մերսի Լևոն ջան։ Երեխու պամպերսների փողը իմ վրա։ Դու ավելի լավ է քո պամպերսների փողը ճարի։ Քանի հոպարը սաղա, այդ երեխեն պտի նեղություն չտենա։ Բայց եկեք չմոռանանք, քանի ազատը սաղա, այդ երեխեն միշտ նեղություն ա տենալու։ Բայց դու ինչ անջիգյար հորքուր ես։ Հորքուրը տատը տա։ Տղայա թե աղջիկ։ Աղջիկ։ Կարինեի անունը։ Ազատ ապուշ ես, երեխու սերն ա հարցնում, ոչ թե ընկերուհու։ Հա, հələ չգիտենք։ Դե նայ, եթե տղա ծնվեց հոպարի անունն ենք, չէ դնելու։ Թե չեք նեղանամ։ Թող ծնվի կտենակ։ Անհամբեր սպասում եմ, երբ ա ծնվելու այդ գոջին մի հատ տուտուզը կծեմ։ Լևոն, դու լրիվ գժվել ես։ Կարինե, ինչ ես լացում։ Մաման ու պապանից տնից հանել են դուրս։ Ինչի։ Ասում են, չենք ուզում քո նման աղջիկ ունենանք։ Քեզ հիմա անհանգստանալ չի կարելի։ Մամեք հիմա ինչ ենք անելու։ Ես մի բան կմտածեմ։ Պապ, ես քո հետ ուզում եմ տղամարդավարի խոսամ։ Ասա, լսում եմ։ Կարինեն այսօրվանից մեր հետ է ապրելու։ Ռուզան! Ռուզան! Ինչ ա եղի Գառնի։ Մամ, ծանոթաց ինքը Կարինեն է։ Իրա ծնողները իրան հանել են տնից։ Ինչի համար։ Ասում են, որ ես մեր ընտանիքը խայտարակ եմ անում։ Դե պրինցիպի ճիշտ են ասում։ Ոչինչ, Կարինե ջան, դու կմնաս մեր տանը, մի անհանգստացի։ Ձեր տանը։ Ինչ ձեր տունը որտեղ է, Ռուզան։ Դուք տուն ունեք։ Գառնիկ, նկատի ունեմ էս տունը։ Հա, փաստորեն էս տունը պապս քեզ է կտակել։ Գառնիկ, ինչ անենք, թողնենք, որ էս աղջիկը մնա դուրսը։ Կարինե ջան, բարձրացի վերև, հանգստացի, զգա քեզ ինչպես ձեր տանը։ Մերսի մամ։ Մերսի պապ։ Բարև Ալիքսիա։ Բարև Լևոնչիկ։ Էդ ինչ ես անում։ Իրինայի ներքնաս գեստերն եմ հարթուկում։ Բայց այդ արժեր որ ինձ ցույց տայր։ Ես իմ ընկերոջ տղայից գախնիկ չունեմ։ Ալիքսիա, կոկտես ծտի բուն սարքենք։ Ծտիբում։ Ինչի համար։ Տեխնոլոգիա առարկայից են հանձնարարել։ Ճիշտն ասած, մենք մեր աշխատանքի ուսուցման ժամերին ասեղնագործություն էինք անում, ճաշ էինք եփում։ Ալիքսիա, աչքից դու աղջիկների հետ ես աշխատանքի ուսուցում արել։
Այո։ Բայց միևնույն է, ես քեզ կօգնեմ։ Դուր տեսնեմ այդ տախտակները։ Գառնիկ, ոնց մտածում եմ Ազատը պետք է ամուսնանա այդ աղջկա հետ։ Ասենք թե ամուսնացավ այդ ապուշը։ Ո՞վ է պայելու իր ընտանիքը։ Էլի մնալու այն վզին։ Գառնիկ, այդ աղջկա երեխուն հայր է պետք։ Ճիշտ ես ասում, հայր է պետք, ոչ թե Ազատի նման հիմար։ Չես մոռացել, չէ՞ պապ ջան, որ ես էլ եմ ստեղ նստած։ Չէ, դրա համար ես ամեն ինչը ասում եմ։ Մամ, ես որոշել եմ ամուսնանամ Կարինեի հետ։ Ճիշտ ես որոշել, Ազատ ջան, ապրես։ Բա դու ինչ կասես, պապ ջան։ Ճիշտ չես որոշել, Ազատ ջան, չապրես։ Ազատ ջան, վերցրու ես մատանին ու հենց այսօր առաջարկություն արա։ Սպասել Ռուզան, ես իմ տատու մատանին չէ որ ինձ էր կտակ է։ Ես գիտես ինչ թանկ մատանի է, $2000 փող արժի։ Գառնիկ, տղետ ամուսնանում է, մատանի է պետք։ Հələ չեմ ասում, որ այս մատանին իմ մատը պետք է դնել մեր ամուսնանալուց։ Երբ որ մենք ամուսնանում ենք, տատս հələ կենթանի էր։ Ինչ էր ուզում, տատուս մատը կտրեի, ես մատանին հանեի, դնեի քո մատին։ Դու էլ ես տե էդի։ Չեմ տա, պապ։ Ասեցի դուրս տերը։ Ես կծում ես հորդ։ Հերու գնա, թե չէ ես էլ կգծեմ։ Ինչ ուզում եք կարեք, հավեսները չունեմ։ Խնդրեմ։ Ալիկ ջա, ես ինչ բոմժ ծտի բունա։ Ինչի դուրը չի գալիս։ Այ ներսում սենյակներ կան։ Ահա, նայ։ Այն հյուրասենյակն է։ Այն ննջասենյակը, այս մեկն էլ ծրտանոցը։ Ծրտանոցը։ Դե ոնց չի, զուգարան է էլի։ Լավ, ես գնամ։ Լևոնչիկ, մոռացար։ Հեսա Կարենեն ինչնի սկսենք, հա։ Շատ եմ անհանգստանում։ Մի անհանգստացի Ազատ ջան, հոպարը հետը տա։ Պապ, իսկ դու ոնց ես մամային առաջարկություն արել։ Սպասի պատմեմ։ Չէ, մի պատմի։ Ոյ սպասի պատմեմ։ Ուրեմն հերդ մեր նշանի մատանին դրել է շամպայնի բաժակի մեջ, որ ես խմեի ու մատանին տեսնեի։ Էն էլ այդ օրը այնքան լարված էր, որ բաժակները խառնել էր։ Ու ինքը իմ շամպայնով բաժակը խմեց, մատանին կուլ տվեց։ Բա հետո։ Դե հետո ստիպված 2 օր սպասեցինք, նոր առաջարկություն արեց։ Կարինե, ես այսօր բոլորին հավաքել եմ այստեղ, որպեսզի ասեմ, դու կլինես իմ կինը։ Մամա ջան, լուր չես ասում։ Իհարկե։ Ազատ։ Վազիս վրա մի քիչ տեղեր մնացել, էդ էլ զբաղացրին։ Բարի լույս Ռուզան տատի, Գառնիկ պապի։ Ազատ ջան, Կարինեին կանչի թող գա հաց ուտի։ Տանը չի, մամ ջան, գնացել է տնեցիքի հետ բարիշի։ Պապ ջան, ինձ 100,000 դրամ փող կտաս։ Ինչի համար։ Ուզում եմ Կարինեին թանգանոց ռեստորան տանեմ։ Գժվել ես Ազատ։ Աղջկա վրա փող են ծախսում, մինչև իրա հետ քնել է։ Ոչ ով ասե, որ ես քնել եմ Կարինեի հետ։
Բասպես հղի արա։ Ինքն է ասել, որ հղի է։ Ազատ ոնց կարա ինքը հղելի, եթե դու չես քնել իր հետ։ Արա ճիշտ է։ Բայց 3 անգամ պատճվել ենք։ Այդ Կարինեն մեզ խաբել է։ Հենց հիմա լը զանգի դրան։ Անջատած է հեռախոսը։ Տան համարը գիտես։ Չէ, Իսկ գոնե գիտես որտեղ է ապրում։ չգիտեմ։ Արա $2000-անոց մատանից տարան։ Ազատ ես քեզ կսպանեմ։ Ռուզան քեզ էլ է սպանել, դու էլ ես մեղավոր։ Արիշտելա։ Բանալու եմ ասեցի։ Պապես ինչ ա եղել։ Բարձրեց այդ կայնեն բոլորիս խապել է, հղի չի։ Ոսկի մատանին էլ կորցրինք։ Թու արա, լավ էլի։ Քեզ ինչ եղավ։ Ասում եմ մատանի, ոսկի հոպար կորցրիք։